Պարոն Սարգսյան, Հայկ Սարգսյան, տրանսպորտի հետ կապված առաջադրանքներ կա, այս տարի պետք է կարծում եմ տրանսպորտին նվիրենք հիմնական ուղղվածությունը, ուրեմն գույքագրել ճիշտ է, ձեզ դա ասել եմ, որ իրականացնենք, բայց եկեք ինստիտուցիոնալ ձևով անենք, որպեսզի ընթացքը վերահսկենք, գույքագրեք կանգառները, պարոն Վազգեն Հարությունյանի հետ էլ աշխատեք, այն կանգառները, որտեղ միավոր ժամանակում հասկանանք քանի ավտոբուս պետք է կանգնի, այդ կանգառները պետք է մեծացնենք մենք, որպեսզի խցանումներ չառաջանա։ Այո, հասկանում եմ, որ կլինեն տեղեր, որտեղ որ ծառեր կան, պետք է հասկանանք, եթե ծառերը պայմանական չգիտեմ, հին ծառեր են, պիտանի չեն, ապա այդ ծառերի փոխարեն պետք է նոր ծառեր տնկենք, հա, եւ այդ ծառերը կտրենք, կանգառը մեծացնենք, որպեսզի կարողանանք երթևեկությունը կազմակերպել։ Այդտենց մենք շատ քաղաքում շատ հին ծառեր ունենք։ Պարոն Բեգոյան, դուք նաեւ ուզում եք, որպեսզի մի առանձին բան քննարկում ունենանք Երևան համայնքում եղած ծառերի ռազմավարության հետ կապված, ճիշտ է, թե ինչ ուղղությամբ ենք շարժվում, որ ծառերն ենք կտրում, ինչ նոր ծառատեսակներ ենք տեղադրում, ճիշտ եմ հիշում։ Այո, պարոն քաղաքապետ։ Երբ եք պատրաստում այդ, այսպես ասած, գիտաժողովը իրականացնենք, որպեսզի մեր մասնագետներին ներգրավենք նաև այդ հարցում։ Փետրվարի կեսերին նախատեսում ենք այդ գիտաժողովը անցկացնենք, որտեղ կհրավիրվեն ոլորտի գիտնականները, երկու հարց ենք ուզում բարձրացնենք այդ արանքում, կիսակենսունակ ծառերի, դրանք հիմնականում թեղիներն են, եւ ինվազիվ ծառատեսակների, այլանդ կոչվող ծառատեսակների հարցը օրհասական է, մենք իհարկե մեր մոտեցումներն ունենք, բայց ուզում ենք գիտական հանրության հետ այդ կոնֆերանսն անցկացնենք գիտաժողովը եւ մի ընդհանուր փաստաթուղթ ստորագրենք, որից հետո սկսենք այդ աշխատանքները։ Շատ բարի, հիմա գույքագրում է իրականացնում տրանսպորտի վարչությունը, խնդրում եմ ձեր տարածքային ստորաբաժանման ղեկավարներից կամ դենդրոլոգներից մարդ նույնպես լինի, որպեսզի ֆիքսեն հասկանան ինչ ծառատեսակներ է, որը որ անհրաժեշտություն կա, որպեսզի կտրվի, մենք ունենանք կանգառի լայնացում, հա, եւ հասկանանք դրա նպատակահարմարությունը, համատեղ իրար հետ աշխատենք։ Իհարկե, միգուցե նաեւ հնարավորություն կարող է նաեւ այլ լուծումներ լինի, խնդրում եմ դա որպես քննարկման առարկա դարձնել։ Բարի։ Պարոն Սարգսյան, դրա մասին ենք խոսել, խնդրում եմ ոստիկանության հետ աշխատեք, քանի որ 12 մետրանոց ավտոբուսներ եւ 18 մետրանոց ավտոբուսները երբ որ սկսենք շահագործել, մենք խնդիր կարող ունենանք, ես չգիտեմ երբ կսկսենք այս աշխատանքները, միգուցե սեպտեմբերից սկսենք, միգուցե հոկտեմբերից սկսենք, հա, բայց հիմիկվանից պետք է նախապատրաստել այդ աշխատանքները, բայց որպես այդպիսին սկզբից չեմ պատկերացնում, որ կարող ենք այդ իրականացնել նախնական, միասնիկյան եւ գահի պողոտաներում, որպեսզի հնարավորություն ունենանք առանձնացված գիծ ունենանք։ Խնդրում եմ դա քննարկման առարկա դարձնեք, պետք է մանրամասն քննարկենք, հասկանանք, այսինքն եթե վերջնական որոշում կայացրեցինք, ուրեմն էլ հետ չեն գնալու, ասենք որ չեղավ կամ բան, մանրամասն ուսումնասիրություն է պետք անել, դա որպես հանձնարարական էլի ֆիքսեք, երկամսյա ժամկետում էս հանձնարարականը։ Երևան տրանսի երաշխիքի հարցը որպես այդպիսին լուծվավ, չէ, ավտոմեքենաների դուրս գրումը ընթացքի մեջ է, Տիկին Մարտիրոսյան ջրվեժի դեպոյի հետ կապված ինչ փուլում ենք մրցույթ երբ ենք կարողանում դնել։ Պարոն քաղաքապետ, որպեսզի ջրվեժի դեպոն կարողանանք մրցույթի տանել, քանի որ լինելու է պետական բյուջեի միջոցներով, պետք է մրցույթային փաթեթը պատրաստենք ըստ ներպետական գնումների օրենսդրության։ Այդ նպատակով մեր նախագծող ընկերությունը հանդիպել է գնումների վարչության պետի հետ, քննարկել են ընթացակարգը, նաև մշակել են աշխատանքի շրջանակ, որը նախկինում Ասիական զարգացման բանկով պատրաստված փաթեթի պարագայում պարտադիր չէր, մասնավորապես օրինակ ռուսերեն լեզվով նաև փաթեթի առկայություն է։ Այս պահին մենք ունենք անգլերեն եւ հայերեն տարբերակները։ Նախագծող թիմը աշխատում է փաթեթի վերանայման ուղղությամբ, նախագծից հանվում են գազի լիցքավորման կայանը, որը մասնավոր ներդրողի միջոցներով իրականացվելու եւ
կարծում եմ մոտավորապես մի 3 շաբաթվա ընթացքում կկարողանամ վերանայված մրցույթային փաթեթը բերել, ռուսերեն թարգմանության մասով պիտի ճշտեմ ինչքան ժամանակում կիրականացնեմ։ Եթե տեխնիկական հարցեր լինի թարգմանության հետ կապված, խնդրում եմ ասեք լուծենք էլի, դեպ ծավալը գիտեմ որ մեծ է, եթե պետքա հասկանանք ոնց ենք անանում էլ այդ հարցը լուծում։ Խնդրենք մեր գործընկերներին, եկեք սա որպես հանձնարարական ֆիքսենք եւ զեկուցումը 27:02 տնենք, հա։ Պարոն Սարգսյան, գազի լիցքավորման կայանի մրցույթը երբ էր բացվելու։ Այսօր, շատ լավ է։ Պարոն Գրիգորյան, գիտեմ որ նայել եք, բայց սա նույնպես արձանագրենք Երևան տրանսի տարածքում լվացման կայանի հետ կապված նախագծային սխալները որպես այդպեսին եղել, ընթացքում փոփոխել են, որոշ բաներ հաշվի չեն առել, տեղի համար նախագիծա պետք թե թերությունների վերացման ակտի ենթադրում եմ։ Պարոն քաղաքապետ, այդ աշխատանքների նույն տարածքն, որ մենք ավարտել ենք, մի հատ շինարարի հետ հանդիպենք, խոսենք, հասկանանք լուծումների շրջանակը, նոր ես ձեզ կզրկեմ։ Լավ, շատ բարի։ Ուրեմն եկեք հանձնարարական ֆիքսենք Երևան տրանսի տարածքում լվացման կայանի վերափոխում, հա, տենց էլեկտրոլեբուսների դուրս գրում ունեինք, չէ, մենք նաև, պարոն Սարգսյան, ինչ փուլում ա դա։ Կազմակերպության հետ պայմանավորվել ենք վաղը արդեն ընթացքը տանք, եթե մի քիչ սառել էր, այս 2 ամիս էր, բան չէր անում, ընթացք չէր տրվում։ Շատ բարի։ Այդ աշխատանքները դա որպես էլի հանձնարարական էլեկտրատրանսպորտ ՓԲ-ում տրոլեբուսների դուրս գրում։ Ես ներողություն եմ խնդրում, այնտեղ էլի շարժակազմ ունենք, իրար հետ կպցնենք։ Չգիտեմ ինչա, այդ աղբը մաքրեք, մեզ տարածքը նորմալ վիճակում ա պետք, որպեսզի կարողանանք սպասարկենք, եթե պետք չեն գնա։ Մենք նոր լուսացուցերի ձեռքբերման համար մրցույթը ինչ փուլում էր։ Հայտը գնումների վարչությունում ա։ Ես չգիտեմ ինչ քանակով եք դրել, բայց ուրեմն Դավթաշեն ու Բարաշեն Շենգավիթ մեկը Արաբկիր։ Այս 4 վարչական շրջաններում հաշվարկեք քանի լուսացույց ա պետք, եղած լուսացույցերը դրել եք, դրա տարբերության մասով նորից մրցույթ հայտարարեք։ Իսկ Կանչովի լուսատուները մրցույթի ինչ փուլում ա։ Կանչովի լուսատուների փորձաքննության փուլում ա, պարոն Գրիգորյանի հետ քննարկել ենք, արդեն ընթացքը կտրվի, փորձաքննությունը կանցնի։ Երբ կտան, պարոն Գրիգորյան։ Հավելյալ ձեզ տեղյակ կպահեմ այս պահին։ 13:02-ին Կանչովի լուսացուցերի փորձաքննության վերաբերյալ տեղեկացնեն, այդ որպես հանձնարարական։ Այնտեղ խնդիր կա, պարոն քաղաքապետ, կարող է նույնիսկ վերադարձվի, էլի։ Ինչը վերադարձվի։ Փորձաքննությունը բացասական դա լինի։ Նմանատիպ խնդիր կա։ Հասկանալի է, խնդիր չկա, ինձ պետք է որ տեղը շարժվի, եթե խնդիր կա, ուրեմն թող գնա խնդիրը լուծեն, նորմալ մրցույթի դնենք։ Պարոն Սարգսյան, նաև 2024 թվականի համար Կանչովի լուսացուցերի նախագծման մրցույթ, այդ երբ ենք տալու։ Այդ գնումների վարչությունը ասաց, որ բյուջեն հաստատվել է, հիմա միանգամից գումարով այս շաբաթ արդեն կտանք։ Ուրեմն հաջորդ գործակարգավորականին 2024 թվականի համար Կանչովի լուսացուցերի ձեռքբերման համար նախագծանախաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար մրցույթը։ Պարոն Արևշացյան, հանձնարարականը ձեզ, պարոն Հովանեսյանի հետ, նոր այս ժոնգտոնք մեկ է մագնիշի ավտոբուսները, որ շահագործենք, այնտեղ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն է գալու, ավտոբուս ՓԲ-ի հետ խնդրում եմ աշխատել, որպեսզի այդ կարողանանք բյուջեում ներառել։ Այդ 3 շաբաթյա ժամկետում նա ֆիքսեք։ Սա ես պետք է անեմ։ Պարոն Սարգսյան, մեկ էլ վերջի հարցը, որը որ նշել է, էլի տրանսպորտին էր վերաբերվում, ծանր ավտոմեքենաների երթևեկության սահմանափակման հետ կապված, խնդրում եմ ինձ մի հատ առաջարկ ներկայացնեք, հասկանանք օրենսդրությունը ոնց է կարգավորվում, վերահսկողությունը ինչպես է տեղի ունենում, ինքը երթևեկության կազմակերպման մի մասը, որպեսզի այդ ուղղությամբ նույնպես կարողանանք կարգավորումներ տալ։ Շատ բարի, շնորհակալություն հարգելի գործընկերներ, ձեզ լավ աշխատանքային շաբաթ։